Դուք եւս լսեցիք 10 եպիսկոպոսների հայտարարությունը, նրանք իրենց կողմնակիցներին ասացին, որ այսօր ժամը 5-ին հավաքվեն այստեղ եւ պահանջեն վեհափառ հայրապետին հանգստի ուղարկելու իրենց արդեն նախապես ասված հայտարարությունը, Ինչ պահանջով եք դուք այսօր այստեղ։ Այսօր պահանջով չեմ, այսօր ես ստեղ եմ ի պաշտպանություն մեր պարտականությունն է, պահանջի խնդիր չի։ Յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քրիստոնյայի պարտականությունն է այսօր ստեղ ելնելու, պաշտպանելու առաջինը իրանց հավատը, իրանց ճակատին, իրանց մարմնին դրոշմված սրբալուս մյուրոնը, բնականաբար մեր սուրբ եկեղեցին եւ ամենայն հայոց վեհափառին։ Եկեղեցին մենակ հոգևորականները չեն, եկեղեցու պաշտպանությունը մենակ հոգևորականների ուսերին չպետքա բարթենք։ Յուրաքանչյուրի պարտականությունն է այսօր ստեղ ելնելու, պաշտպանելու մեր հավատը, մեր ոնց հասկացանք մեր ինքնության պահպանության վերջի հիմնասյունը, վերջի, որը դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ եկեղեցին մեզ չի դավաճանե, եկեղեցին մեր ազգային արժեհամակարգից հետ չի կանգնե, եկեղեցին անստասան հազարամյակների մեջով մեր ինքնությունը, մեր գենետիկ կոդը բերե մեզ հասցրե որպես հայ տեսակ։ Այսօր պարտավոր ենք ստեղ ելնելու, պաշտպանելու, եթե պահանջ ունեմ, պահանջը մեկն է, որ Նիկոլ Կոչեցյալ սրբապիղծ գործակալ շունը թաթերը հետ քաշի այս եկեղեցուց, մեր հոգևորականներից, մեր հավատից, եթե պահանջ ունեմ, ու եթե պահանջ ունեմ, չնայած այդ 10 տիրադավերից էլ պահանջել չունենք, ուղղակի կարանք այն ամենավերջի բառերով դրանց եւ խարազանենք եւ անարգենք եւ չգիտեմ կարմիր գծերը հատենք ամեն ձևով, որովհետեւ նույնիսկ վեհափառը այսքան լռությունից, այդքան դրանց շանս տալուց հետո, որ գոնե վերադառնան եկեղեցու կանոնական դաշտ, իրանք գերադասեցին դավաճանի պիտակը, սրբապիղծին ծառայելը, թուրքական օրակարգին ու ծրագրերին ծառայելը, այդքան կարմիր գծերը հատելուց հետո դրանցից ես էլ պահանջել չունեմ, ես չեմ ուզում հիմի սենց փողոցային բառեր ասեմ, բայց իրանցը կարելի է ասել։ Պահանջ չունեմ, այսօր ես տեղ եմ իմ պարտականությունը, իմ հոգու պարքը տամ առաջինը, եթե մարդիկ տենց վերամբարձ ամեն քայլափոխի հայտարարում են, որ իրանք քրիստոնյա են, ամեն առիթների, սեղանների բաժակաճառերին բաժակ են բարձրացնում, որ քրիստոնյա են, ուրեմն այսօր թող բարիլնեն իրանց պարտականությունն աստեղ ելնելու, իրանց քրիստոնեությունն ու հավատը պաշտպանելու։ Քրիստոնեությունը մենակ տրաֆարետային չի, էլի, մենակ տրաֆարետով չի։ Ինչ եք կարծում արդյոք 10 հոգևորականների այդ հայտարարությունը վտանգներով լեցուն չէ եւ բախումների չի տանելու ժողովրդին։ Բնականաբար յուրաքանչյուր քիչ թե շատ գիտակից մարդ հասկանումա սրանց արածը ինչի շրջանակներում է ու ուրա տանեմ։ Մարդիկ սաղսե հասկանում ենք, սպասարկում են օտարերկրյա ուժերի ծրագիր են սպասարկում, թուրքական ծրագիր են սպասարկում, այսքան ժամանակ տարբեր մեթոդներով, միջոցներով փորձին իրանց գործը անեն, ժողովուրդ հավաքեն, ներսից դոմինանտ աջակցություն ստանան, ոչ մի ձևով չհաջողվեց, վերջի տարբերակը էսա, տանել բախումների, երևի Նիկոլ Շունը մտածում է բախումների տանի, մի հատ էլ արտակարգ դրություն կհայտարարի ու կարա ընտրություն էլ չանի, էլի, ցմահ մնա փրչապետ, սատանա, շաման, չգիտեմ, այս ազգուրած պիղծ, չգիտեմ։ Մայրաթորն այսօր հայտարարություն է տարածել, կոչանելով այստեղ հավաքվող մարդկանց պահպանել հանգստություն, չտրվել սազրիչ հայտարարություններին, արդյոք ընդունում եք այս հայտարարությունը ի գիտություն։ Մայրաթորը նույնիսկ 2018 թվականին անհուսալի ժամանակներում, անհուսալի, երբ որ պետական իշխանությունը բռնազավթին ու հաջորդ քայլը արշավանքներ եկեղեցու վրա,
եկեղեցու պաշտպանները մատների վրա հաշված էին, մեկն էլ այս մարդն էր, ես դեմքերով բոլորին հիշում եմ, էլի շատ քիչ էին մատերի վրա, բայց նույնիսկ այդ պարագայում հոգևորականները կոչ էին անեմ հանդարտության, սադրանքների չտրվելու, բախումների չգնալու։ Նույնիսկ այդ պարագայում, երբ որ մատերի վրա հաշված էին իրանց աջակիցները, 7 տարի շարունակ եկեղեցու դիրքորոշումը էդ է եղել, Փառք Աստծո, մեր վեհափառը իրոք վեհորեն իրան պահեց այդքան տարիների ընթացքում, բոլոր իր ելույթները, հայտարարությունները, խոսույթը, ասույթը, որ բախումների մի գնացեք, սադրանքների մի տրվեք, բնականաբար քանիցս ինքը հայտարարել է, որ նույնիսկ մոլորյալները մեր եկեղեցու զավակներն են, մենք նույնիսկ մոլորյալ հոգևորականներին ինքը շանս տվեց, բնականաբար ինքը իրան պահմա որպես հոգևոր հայր, կոչ անեմ հանդարտության, համերաշխության, եղբայրասիրության, բայց մենակ իրանով չի, էլի, շատ բաներ էլ կախված է հակառակողմից, որ ակնհայտ գալիս են սադրանքների ու բախումների, էդի քիչ թե շատ գիտակցություն ունեցող մարդը հասկանում է, որ իրանց վերջի շանսը էդ է, իրանք էդ են հրահրում։ Դե ընթացքում չգիտեմ ինչ կլինի, բայց հնարավոր չի, եթե ինչ-որ մեկը ուզենա ինձի խփի, ես իրան չխփեմ։ Այդպես բան հնարավոր չի, էլի։ Ինչքան է որ քրիստոնյա ալնեմ, եթե հստակ գիտենք ինչի են գալու, ինձի խփեց գցեց իմ վրով ինքը հասնելու է վեհարան ու հոգևորական 18 թվին ես իմ աչքով տեսել եմ ներսի դռներով ես ինքս այդ ժամանակ լրագրողներից ես Շանթի Սաքո Արյանի հետևի երբ որ Վարդաբառի կարծեմ երկուշաբթի օրվա պատարակներ այդ նոր Հայաստան, նոր հայրապետ խմբի զիբիլները ներսի դռներով, փաստորեն իրանք ծանոթ էին դաժե ներսի կոմունիկացիաներին, ներսի դռներով իրանք վազում էին վեհափառի կողմ։ Ես մենակ եմ դրսում եղել, տեսել եմ արխիվի կողմից աշխատողը ճչմեր, ճիչը լսա գնացի առաջ, ասեց ներսի դռներով այդում են վեհափառի կողմ վնասելու։ Ես եմ եկել հոգևորականներին ասել վազե գնացեր են, կեսը դրսով ներսով վեհափառի դռան մոտ կայնեցրեր են դրանց, պատկերացնում եք, չէ, ներսի փակ բաներով, անտեսանելի միջոցներով իրանք ուր էին եթեմ, փակ դռները ջարդելով ուր էին եթեմ, եթե այսօր ես գիտեմ, եթե ինձի խփին իմ վրով հասնելու են հոգևորականներին ու վեհափառին, ես էլ եմ խփելու, այդ ես պարզ ասում եմ, ու ոչ մեկը ռաշոտ չանի, որ այստեղ հավեր են կայնած, իրանք էլ այտենց դուխով, այդ ուրացող սատանիստներով գալու են իրանց ուզածը անելու, իրանց համար էդի վերջն ալնելու, թող գան վերջն ալնելու։